Մարզական բարձրագույն վարպետության դպրոցում տարբեր ժամերի 60 սանուի է զբաղվում գեղարվեստական մանրամասնությամբ։ Նոր մրցաշրջանը նշանավորվել է ներդպրոցական ստուգատեսով, որտեղ Շիրակի մարզի տարբեր տարիքային հավաքականների անդամները իրենց ունակություններն են դրսևորել փորձարկելով մրցակցային ծրագրերը։ Ըստ մարզիչ սպորտի վարպետ Ասիա Սիմոնյանի, դա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարզու իրական կարողությունները ճշգրտելու։ Նոր մրցաշրջանը սկսել ենք արդեն ներդպրոցական ստուգատեսով, բոլոր մարզուհիները փորձարկել են իրենց նոր մրցակցական ծրագրերը և սպասում ենք արդեն Հայաստանի առաջնությանը, որին կմասնակցեն սպորտի վարպետները և կրսեր վարպետները։ Այսօր տարվա գլխավոր իրադարձությունը համարվում է ավանդաբար Գյումրիում անցկացվող Բարեկամություն 2014 միջազգային մրցաշարը, որի տարբեր տարիների մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի պատվիրակները։ Մարզիչը նշում է, որ միայն նման ուժեղ մրցակցության պարագայում են թրծվում մարզուհիները։ Տարվա գլխավոր իրադարձությունը պետք է լինի Բարեկամություն 2014 մրցաշարը, որին շատ ինտենսիվ կերպով պատրաստվում են մեր բոլոր մարզուհիները, բոլոր կարգային ծրագրերում, տեսնենք ինչպես կընթանա, ունենք հյուրեր։ Թեև յուրաքանչյուր մարզուց մեծ են սպասելիքները և յուրաքանչյուրն էլ աշխատում է հանրապետական ու միջազգային մրցաշարերում տիրանալ մրցանակների, այդուհանդերձ մարզիչ տարածքացնում է մի քանի մարզուհիների, ովքեր այս տարի էլ մասնակցելու են հանրապետական ու միջազգային մի շարք մրցաշարերի ու պատրաստ են իրենց ներուժով ներկայացնելու մեր երկիրը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Մրցակցային տեղերի ակնկալիքներ ունեն սպորտի վարպետներից Ամալիա Ալեքսանյանը, Լիանա Բայբուրդյանը, Կարջիկյան Ազատուհին, կրսեր վարպետի ծրագրով Պալոյան Ժաննան, առաջի կարգային ծրագրով Կարախանյան Ալվարդը, Կարպովա Տատյանան, ավելի փոքրիկ կարգեր մարզուհիների մեջ ունենք ակնկալիքներ։ Այս մրցաշրջանում հատկապես մեծ է սպասելիքները Լիանա Բայբուրդյանից։ Նա այս տարի մասնակցելու է Հայաստանի առաջնությանը սպորտի վարպետի բազմամարտի ծրագրով։ Անցած տարի Լիանան Ուկրաինայի Գրացիա Կիմերի միջազգային մրցաշարում հաղթանակ տարավ և այժմ Հայաստանի կանանց հավաքականում ամրապնդվելու համար պարտավոր է հաղթել Հայաստանի առաջնությունում։ Սպասելիքներ շատ ունեմ, ծրագրամաներն արդեն մոտս գնում, մշակում ենք, արդեն սկսում ենք ծրագրով աշխատել, ուրիշ բարձունքների հասնել։ Կրծեր տարիքի աղջիկներից մարզիչն առանձնացնում է Ալվարդ Կարախանյանին։ Անցած մրցաշրջանը հաջող է դասավորվել Ալվարդի համար։ Նա նվաճել է 2 ոսկե մեդալ Հայաստանի աղջիկների առաջնությունում
եւ Գրացիա Կիմերի միջազգային մրցաշարում։ Մեկ այլ Սվետլանա միջազգային մրցաշարում էլ կանգնել է պատվարտակի երրորդ աստիճանին։ Ես անցյալ տարի դարձել եմ չեմպիոն եւ այս տարի անպայման պետք է ցկտեմ, որ էլի ոսկե մեդալ շահեմ։ Ասիա Սիմոնյանը մեծ հույսեր է կապում նաև երեք այլ մարզուհու հետ՝ Ամալիա Ալեքսանյանի, Ազատուհի Կարճիկյանի, Ժաննա Բալոյանի։ Սամվել Աղանյան, Արթուր Մարգարյան,